Վերջին մի քանի օրը Հայաստանում հաստատ մի բան պարզ դարձավ։ Եթե ուզում ես, որ ամբողջ երկիրը խոսի քո նախագծի մասին, դրա անունը պետք է դնես արհեստական բանականության գործարան։ Firebird-ի շուրջ հիմա այնպիսի աղմուկ է, որ մի պահ մտածում ես կամ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, կամ մենք ուղղակի հերթական անգամ շատ լավ վերնագիր ենք գտել ու մոռացել ենք նայել վերնագրի տակ ինչ կա։ Մի կողմում իշխանական, այսպես փառաբանությունն է, ռոպագանդան։ Մյուս կողմում ընդդիմադիր կողմի քննադատությունը։ Մեկը ասում է սա Հայաստանի տեխնոլոգիական ապագան է, մյուսը թե բնապահպանական աղետ է։ Ընդհանրապես Հայաստանում աղետ է դարել, ով ինչ չի հասկանում բնապահպանությունից է խոսում կամ խիստ փառաբանում են երևույթը։ Մեկն էլ ուղղակի ասում է դե հա, Նիկոլն արեց։ Ու այս ամբողջ աղմուկի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ շատ քիչ մարդ է խոսում հենց այն բանի մասին, ինչի մասին իրականում պիտի խոսենք։ Ինչ է Firebird-ը տնտեսական իմաստով, ոչ թե քաղաքական, ոչ թե PR, ոչ թե մեր երկիրը առաջատար տեխնոլոգիական պետություն դարձավ մակարդակի, չէ, պարզապես տնտեսական իմաստով։ Այստեղ մի փոքր խնդիր կա։ Մենք նախ պետք է հասկանանք, ինչ են կառուցել, որովհետև ամեն ինչ սկսվում է հենց անվանումից։ Nvidia-ն օգտագործում է AI Factory արտահայտությունը։ Լավ, բայց Հայաստանում դա թարգմանվում է որպես արհեստական բանականության գործարան, ու այստեղ գործարան բառը մեզ մոտ շատ կոնկրետ ասոցիացիա ունի։ Գործարան նշանակում է արտադրական հոսքագիծ, չգիտեմ, լիքը աշխատողներ, հումք, մատակարարներ, արտադրանք, արտահանում, հարկեր, զավոդ էլի, ծանր արտադրությամբ։ Մարդիկ պատկերացնում են մի բան, որտեղ մի կողմից հումք ես լցնում, մյուս կողմից այդպես հայկական արտադրանք է դուրս գալիս։ Ոչխարը լցնում ես, կալբասը դուրս է գալիս։ Firebird-ի դեպքում դա այդպես չէ։ Սա առաջին հերթին data center է, մեծ հաշվարկային կենտրոն, շատ GPU-ներ, շատ այսպես էլեկտրոէներգիա ձելեզովացած վիդեոկարտաներ, շատ թանկ սարքավորումներ ու այդ հաշվարկային հզորությունը վաճառվում է։ Այսինքն գործարան բառը տեխնոլոգիական իմաստով կարող է ճիշտ լինել, բայց հանրային ու տնտեսական ընկալման մեջ այն միանգամից ստեղծում է այսպես մի պատկեր, որը իրականությանը այնքան էլ չի համապատասխանում։ Ու հիմա ամենակարևոր մասը՝ փողը։ Մենք լսում ենք հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրում ու բնականաբար մարդը մտածում է հրաշալի, կես միլիարդ դոլար եկավ Հայաստան, բայց տնտեսության մեջ փողի մասին խոսելիս առաջին հարցը չպետք է լինի որքան է։ Առաջին հարցը պետք է լինի ում փողն է եւ ուր է գնում։ Հրապարակված տվյալների համաձայն առաջին փուլի մոտ 450 միլիոն դոլարի ֆինանսավորումից 300 միլիոնը գալիս է հայկական 6 ֆինանսական հաստատություններից։ Այսինքն բավական մեծ մասը ֆինանսավորվում է հենց հայկական ֆինանսական համակարգը։ Ու դրա մեջ կան նաև օրինակ կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցները։ Այո, հենց ձեր ու իմ աշխատավարձից պահվող գումարները։ Այսինքն դուք եք ներդրում արել, էլի։ Դրանք ներդրվում են, որպեսզի եկամուտ ստեղծեն։ Ու նորից այստեղ որևէ սկանդալ չկա։ Սա նորմալ է։ Սա նորմալ ներդրումային մեխանիզմ է, բայց երբ նախագիծը ներկայացվում է որպես օտարերկրյա ներդրում, օտարերկրյա բառը սխալ է, էլի, գոնե արտասահմանյան։ Օտարերկրյա ներդրողը հարյուրավոր միլիոններ բերեց Հայաստանին, այդ մասը պետք է այդպես անպայման հաշվի առնել, որովհետև պատկերը մի քիչ ուրիշ է դառնում, էլի։ Հետո պետք է հարցնել, այդ փողն ինչի վրա է ծախսվելու։ Եվ այստեղ էլ շատ հետաքրքիր թիվ կա, մոտ 140 միլիարդ դրամ հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Շինարարությունը մոտ 6 միլիարդ։ Այսինքն փողի հիմնական մասը շենք սարքելու վրա չի գնալու։ Գնալու է սարքավորումները, վիդեոկարտաները առնելու։ Ու այդ սարքավորումները հիմնականում մեծ բացառապես արտասահմանյան են։ Nvidia, Dell ու ուրիշ ֆիրմաների։ Այսինքն մենք Հայաստանում ստեղծում ենք հսկայական արժեք ունեցող ակտիվ, բայց դրա ստեղծման համար ծախսվող գումարից զգալի մասը գնում է արտասահմանյան արտադրանքների այսպես գնման վրա։ Ու սա շատ կարևոր տարբերություն է։ Հայաստանում ակտիվ ունենալ, Հայաստանում նույն չափով տնտեսական արժեք ստեղծելը նույն բանը չեն։ Հիմա աշխատատեղերը, այստեղ էլ կա այդպես մի թիվ, որ ես կարծում եմ ամեն դեպքում ամեն անգամ պիտի բարձրաձայնել 40։ Մինչև 2030 թվականը 40 նոր աշխատատեղ։ 40, արա, 4-0, 40, մոտ 400,000 դրամ միջին աշխատավարձով։ Հիմա պատկերացրեք, որ որևէ մեկը մեզ ասում է, Հայաստանում հարյուրավոր միլիոնների գործարան է կառուցվել։ Ինչ եք պատկերացնում էլի այդ ժամանակ։ Հազարավոր աշխատատեղեր, արտադրական շղթաներ, չգիտեմ, բիզնեսներ, չէ՞։ Հարյուրավոր ընկերություններ, որոնք ինչ-որ բան են մատակարարում այդ գործարանին ու հարյուրավորներ, որոնք ինչ-որ բան են գնում այդ գործարանից։ Իսկ այստեղ ունենք 40 աշխատատեղը, որովհետև սա դասական իմաստով գործարան չի, սերվերնոց է։ Սա բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածք է եւ հենց դրա մասին է պետք է խոսել։
Հիմա հարկերը։ Սա արդեն ավելի բարդ հարց է, որովհետև միլիարդների ներդրում ասելով շատ հեշտ է հաջորդ նախադասությամբ ասել միլիարդավոր հարկեր կգան, բայց չէ ախպեր, այդ անտեր շահութահարկը ներդրման գումարներից չի հաշվարկվում։ Շահութահարկը հաշվարկվում է շահույթից, այսինքն դախոդից։ Իսկ այստեղ ունենք հսկայական սարքավորումներ, ամորտիզացիաներ, էլեկտրոէներգիայի մեծ ծախսեր եւ միջազգային կորպորատիվ կառուցվածք ու ամենակարևորը հենց այդտեղ է, հա, կստացի հոսանքի ծախսը, անտանելի մեծ հոսանք է ծախսվել ու ով երբևէ այսպես բիթքոինը մայնարել, ինձ կհասկանա։ Հիմա պատկերացրեք ձեր գարաժի ֆերման ինչքան հոսանք էր ծախսում ու էդի անգամ 100 արեք էլի, ես զրզամ հիմա տեսեք ինչքան հոսանք կծախսի, բայց այդ լավ է իդեպ, հեսա կասեմ խի։ Ու ամենակարևոր հարցը սա է, որտեղ է առաջանալու եւ որտեղ է այսպես հաշվառվելու վերջնական շահույթը։ Եթե տվյալների կենտրոնը Հայաստանում է, բայց հիմնական պայմանագրերը, օրինակ վաճառք, արքու վաճառքի կամ չգիտեմ մարժայի մեծ մասը գտնվում են այլ իրավաբանական անձանց մոտ, ապա Հայաստանի հարկային եկամուտը կարող է էականորեն տարբերվել այն պատկերից, որը ստեղծվում է միլիարդավոր դոլարների գործարան արտահայտությունից։ Ու հիմա էներգիան։ Սա հավանաբար այսպես նախագծի ամենաակնհայտ տնտեսական արդյունքն է, նոր որ ասում եմ։ Հայաստանի համար իհարկե Firebird-ը մեծ քանակությամբ, հսկայական քանակությամբ էլեկտրոէներգիա է օգտագործելու։ Հայաստանն էլ ունի էլեկտրոէներգիայի ավելցուկ։ Ու եթե ունես ռեսուրս, որը կարաս ծախես, բնականաբար լավ է, որ դրա համար վճարող ունես։ Բայց ու կարևոր որ երկրի ներսում։ Բայց նույնիսկ այստեղ կարելի է մեկ պարզ հարց տալ։ Իսկ նույն էլեկտրոէներգիան ուրիշ բանի վրա ծախսելու դեպքում օրինակ ինչ կստանայինք, էլի, ինչ տնտեսական արժեք ու եկամուտ։ Օրինակ, էներգետար արդյունաբերություն, արտադրություն, արտահանում, հարյուրավոր կամ հազարավոր աշխատատեղեր, տեղական հումքի օգտագործում, տեղական մատակարարներ, տեղական ծառայություններ, տեղական, չգիտեմ, ամեն ինչ։ Այսինքն նույն 1 կիլովատը կարող է ունենալ տարբեր տնտեսական արդյունք, կախված նրանից թե որտեղ է ծախսում։ Ու հիմա հասնում ենք Firebird-ի ամենակարևոր հնարավորությանը, որովհետև կարող թվա թե դեմ եմ, բայց չէ, ախպեր, ես չեմ ասում նախագիծը մենակ սա է, կարող է շատ ավելին լինել, բայց այդ ավելինը, այսինքն երկրորդական արդյունքը իր ազդեցությունը դեռ եթեներ են, հնարավորություններ են։ Եթե այս հաշվարկային հզորությունը հասանելի լինի հայկական օրինակ համալսարաններին, եթե գիտնականները կարողանան դրա վրա աշխատել, եթե հայկական ընկերությունները կարողանան AI արտադրանքներ ստեղծել, եթե այստեղ նոր, չգիտեմ, ստարտափներ առաջանան, եթե Firebird-ի ներկայությունը, չգիտեմ, Հայաստան բերի այլ միջազգային օրինակ տեխնոլոգիական ընկերությունների, եթե ձևավորվի իրական AI էկոհամակարգ, եթե այս ամենը դառնա ավելի մեծ տեխնոլոգիական արդյունաբերության հիմք, հա, այդ դեպքում իդեալական առաջիններից մեկը կլինի, որ կասեմ, այս շատ լուրջ տնտեսական նախագիծ է, բայց խնդիրն այն է, որ մենք այսօր խոսում ենք այս հնարավորությունների մասին, այնպես կարծես դրանք արդեն իրականություն են դարձել, գոյություն ունեցող փաստեր, չէ, չեն դարձել, սրանք դեռ եթեներ են։ Ու տնտեսական մեջ եթեն ոնց որ արդյունք չի էլի շոշափելի, դրանից հարկ չես գանձի։ Եթեն այդ ուղղակի պոտենցիալ է։ Իսկ թե ոնց է վարում այս իշխանությունները պոտենցիալի, տեսել ենք։ Հիմա որպեսզի սխալ չհասկացվի, ես Firebird-ին ոչ դեմ եմ, ոչ էլ որպես վատ բան եմ ներկայացնում։ Ես նույնիսկ կարծում եմ, որ Հայաստանի համար նման ենթակառուցվածք ունենալը շատ կարևոր է, հատկապես այս տարածաշրջանում։ Եթե կարողանում ես Հայաստանում տեղադրել ժամանակակից հաշվարկային հզորություն, միջազգային շուկային վաճառել այդ ծառայությունը ու երկրի, չգիտեմ, էլեկտրոէներգիան վերածել թվային ծառայության արտահանման։ Դա մեղմ ասած վատ բիզնես չի։ Բայց այստեղ ես դեմ եմ ուրիշ բան, ես դեմ եմ, երբ քաղաքական իշխանությունները բիզնես նախագծերը փորձում են վաճառել որպես մեր ապագա փրկության ծրագիր, նույն այս գործարան բառը, երբ ներդրման ծավալը ներկայացվում է որպես Հայաստանում ստեղծված արժեք, չէ, ախպեր, երբ հնարավոր տնտեսական արդյունքները ներկայացվում են որպես արդեն ստացված, էդ էլ չէ, եւ երբ հարցերը տալու փոխարեն սկսում ենք իրար պիտակավորել, եթե ասում ես սպասեք, իսկ քանի աշխատատեղ է լինելու, դու դեմ ես տեխնոլոգիաներին, ախպեր չէ, եթե հարցում են իսկ ինչքան հարկ է մնալու Հայաստանում, դու ներդրումների թշնամին ես, այս ազգի ընդհանրապես։ Եթե ասում ես իսկ նույն ռեսուրսով ուրիշ բան կարելի է անել, դու տես դառնում ես առաջընթացի բանը, թշնամին։ Չէ, սա տնտեսական քննարկման ամենապարզ ձևն է, ու Firebird-ի մասին իրական հարցը շատ ավելի պարզ է։ Ոչ թե քանի միլիարդ դոլարի ԱԲ գործարան ունենք, այլ այդ միլիարդներից որքանն է մնում Հայաստանում, քանի աշխատատեղ, քանի դրամ աշխատավարձ, քանի դրամ հարկ, որքան տեղական գնում, որքան հայկական ավելացված արժեք, որքան շահույթ,
Եվ վերջապես նույն ֆինանսական ու էներգետիկ ռեսուրսը ուրիշ կերպ օգտագործելու դեպքում կարող ենք ավելի շատ արժեք ստեղծել։ Սրանք են իրական տնտեսական հարցերը։ Մնացածը քաղաքական փաթեթավորում է։ Ու երևի սա է ամբողջ պատմության ամենահետաքրքիր մասը։ Մենք այնքան ենք սովորել ամեն ինչ կոնտենտ դարձնել, որ հիմա նույնիսկ տնտեսությունն ենք կոնտենտ սարքել։ Տնտեսական արդյունքի ռիլս, ներդրումը վերնագիր, տեխնոլոգիան, չգիտեմ, սլոգան։ Իսկ վերջում մնում է ամենակարևոր հարցը։ Լավ, սիրուն վերնագիրը հասկացանք, իսկ ներսում ինչ կա, որովհետև պետության տնտեսությունը վերնագրերով չի կառուցվում, թվերով է կառուցվում։ Ու թվերը ցավոք այնքան էլ լավ չեն աշխատում PR բաժնում։ Firebird-ը лав բան է, իշխանություններն են վատը։ Хоп, 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 пиф-па, хоп, 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 пиф-па. Я лежал у бабки тихо на кровати, старые суставы грел ей на закате, вечер за окошком дремля.